Սննդամթերքի գների ուսումնասիրության հարցը և հանդիպում կառավարության աշխատակազմում։ Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված կառավարության համակարգող հանձնաժողովը հանդիպել է շուկաների և մանրածախ առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ։ Ճանապարհամաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի Կոփի և Ռիկոթի Լեռնանցքի հատվածում վերականգնվել է կցորդով մեքենաների երթևեկությունը և ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչ վերաբերում է մյուս ուղղություններին, առատձյան և դժվարին օդերևութաբանական պայմանների պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։ Մասնավորապես, ձնառատության և դժվարին օդերևութաբանական պայմանների պատճառով սահմանափակվել է կցորդներով և կիսակցորդներով տեղաշարժը Կոբա-Փարցխիսի Մանգլիսի Ծալկանի-Նոց Մինդամայրուղու Փարվանա լեռնանցքում և Նակերալա լեռնանցքում 110-ից 146 կմ հատվածում, Սաչխերե Ռաճա ճանապարհին Քութայիսի Ծխալդուբո Ցագերի Լենտեխի Լաստելի Քութայիսի Ալբանա Մամիսոնի ճանապարհի Քորենշի-Շովի հատվածում և Զուգդի Դիջվարի Մեստիա Լաստելի Մայրուղու Ջվարի Ուշկուլի հատվածում։ Ձնաբուքի վտանգի առատձյան վատ տեսանելիության և բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է Սագարեջո ու Դաբնո Դավիթ Գարեջի վանք մայրուղու 21-ից 49 կմ հատվածում, Բաթումի Ախալցիխա մայրուղու Կամուրջ Ուտկիսուբանի հատվածում, Նիչբիսի Դիդգորի Դիդի Թոնեթի մայրուղում, Կորշա Շատիլի հատվածում և Ուշկուլի Լաստիլի հատվածում, Բաթումի Ախալցիխա մայրուղու 50-ից 85 հատվածում թույլատրվում է միայն ամենագնաց մեքենաների երթևեկությունը։ Մայրուղիների մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։ Դոնալդ Թրամփը ժամանել է Դավոս, ԱՄՆ-ի նախագահ ելույթ է ունեցել համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների առջև։ Ելույթում ԱՄՆ-ի առաջնորդը խոսել է Սպիտակ տուն վերադառնալուց հետո ձեռք բերված հաջողությունների մասին, որոնց արդյունքում ԱՄՆ-ի տնտեսությունը ամրապնդվել է, իսկ գնաճը ըստ Թրամփի նվազել է։ Նա խոսել է ԱՄՆ-ի կողմից իր նախագահության ընթացքում ստորագրված առևտրային համաձայնագրի մասին։ Միաժամանակ նա կրկին քննադատել է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի և նախագահ Ջո Բայդենին, որի վարչակազմը Թրամփը անվանել է անգործունակ։ Միաժամանակ Թրամփը քննադատել է եվրոպական երկրների տնտեսական և էներգետիկ քաղաքականությունը։ Ինչպես նշել է ԱՄՆ-ի նախագահը, նա այլևս չի ճանաչում որոշ եվրոպական երկրներ։ Թրամփը անդրադարձել է նաև Գրենլանդիային և ասել, որ շատ հպարտ է Դանիայով և դանիացի ժողովրդով, բայց միակ երկիրը, որը կարող է պաշտպանել այս կղզին, Միացյալ Նահանգներն են։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի նախագահի, անհրաժեշտության դեպքում Եվրոպան լիովին պատրաստ է գործել։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ասում է, որ Եվրոպան պետք է արագացնի իր անվտանգության, անկախության ձգտումը և ձեռք բերի իշխանության նոր լծակներ։ Նա ասում է, որ եվրոպացի առաջնորդները կհանդիպեն հինգշաբթի օրը քննարկելու ԱՄՆ-ի նախագահի մաքսատուրքերի սպառնալիքի արձագանքը։ Դոնալդ Թրամփը սպառնացել է առևտրային սակագներ սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք աջակցում են Դանիայի տարածքային ամբողջականությանը և զորքեր են ուղարկում Գրենլանդիա։ Նա ասել է, որ 8 երկրներ փետրվարի 1-ից կբաշխվեն 10% սակագների, իսկ եթե Գրենլանդիայի հարցում համաձայնություն չգտնվի, հունիսի 1-ից սակագները կբարձրանան մինչև 25%։ Եվրախորհուրդը որոշել է Եվրամիության և Մերկոսուրի երկրների միջև պատմական առևտրային համաձայնագիրը ուղարկել Եվրամիության բարձրագույն դատարան։ Այսօր Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են առաջարկի օգտին։ Բանաձևի համաձայն Եվրոպական խորհուրդը խնդրում է Եվրամիության դատարանին ստուգել, թե արդյոք համաձայնագրի որոշակի մասեր համատեղելի են Եվրամիության պայմանագրի հետ, թե ոչ։ Հիմնական հարցը համաձայնագրի մեխանիզմն է, որը թույլ կտա Բրազիլիային, Արգենտինային, Պարագվային, Ուրուգվային վիճարկել Եվրամիության օրենսդրությունը, եթե այն սպառնում է նրանց շուկա մուտք գործելուն։ Քննադատները նշում են, որ դա կարող է նաև ազդել կայունության և շրջակա միջավայրի կանոնների վրա ապագայում։ Դատարանը կարող է 1 տարուց ավելի ժամանակ պահանջել որոշում կայացնելու հարցում։
Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցել երիտասարդ ուսուցչի Գիգա Ավալյանի գործով ձերբակալված երկու անչափահասի դատավարությունը, որի մեղադրանքները վերավորակավորվել եւ խստացվել են։ Դատավարությունը անցկացվել է փակ դռների ներքո։ Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում վրացական ջրագնդակի համար նշանակալի նորամուծություն դրվեց։ Ապոլո ջրագնդակի ակումբի ներկայացուցիչները գործնական այցով գտնվում են Բելգրադում։ Ակումբի նախագահ Դիմիտրի Աբդուլեիշվիլին հանդիպում է անցկացրել տարածաշրջանային լիգայի ղեկավարության հետ։ Բանակցությունների հիմնական նպատակը Ապոլոյի մասնակցությունն է ակումբային մակարդակով Եվրոպայի ուժեղագույն լիգայում, որտեղ մրցում են Սերբիայի, Խորվաթիայի և Չեռնոգորիայի առաջատար թիմերը։